Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք 2026-ին սպասվող թանկացումների, մասնավորապես գույքահարկի բարձրացման մասին։ Զրուցելու ենք տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ 2026-ին գույքահարկից մուտքերը պետք է հասնեն 40 միլիարդ դրամի, ներկայիս 9 միլիարդի փոխարեն։ Սա կարող է դիտվել որպես անհրաժեշտություն, թե պարզապես պետբյուջեն լցնելու միջոց է, հերթական։ Ինքնին գույքահարկի թանկացումը, երբ որ մենք դիտարկում ենք դիալեկտիկայի մեջ, եւ դա համատում ենք մեր հարևան հնարավոր երկրների հետ, որոնց հետ Հայաստանը գտնում է անմիջական ներգործությունների մեջ, գույքահարկի իմաստով մենք ունենք բավականին ցածր մակարդակ հավաքելիության իմաստով առաջին հերթին։ Դրանից զատ օրինակ ՀՆԱ-ի եւ գույքահարկի թվերը երբ որ համադրում ենք, առնվազն Հայաստանի Հանրապետություն գույքահարկի համապատասխան նույն գործակիցը զիջում էր 4 անգամ, 5 անգամ Վրաստանին, Ռուսաստանին, Իսրայելին, ինչու՞ չէ նաև Թուրքիային։ Խնդիրը այնտեղ է, որ այո, պետք է բարձրացնել, այո, բայց բարձրացումը պետք է լինել ոչ թե կտրուկ մեխանիկական արագության մեջ, ենթադրենք, չէ, այլ պետք է լինել համեմատաբար հանգիստ մեթոդներով, համեմատաբար։ Եթե չեմ սխալվում, սա 2020-ին ընդունված որոշում է, որը աստիճանական բարձրացում է։ Աստիճանական, բայց մենք այստեղ խնդիր ունենք։ Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև այս վերջին 5 տարիների ընթացքում գույքահարկի, այսպես ասած, բեռը իրենց վրա կրող քաղաքացիների եկամուտների մասով կարելի ասել փոփոխությունները մեծ չեն եղել։ Ես օրինակ հիմա ձեզ ներկայացնում եմ գույքահարկ վճարող ամենախոշոր խմբերից մեկի վերաբերյալ վիճակական տվյալներ, այսպես 18 թվականին մոտ 500,000 կենսաթոշակառուներ վճարում էին գույքահարկ, չէ, եւ նրանց եկամուտը միջին կազմում էր 40,000 դրամ։ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է արդեն 49,000 դրամ, այսինքն աճել ընդհանրապես 18-19%-ով, բայց գույքահարկը, որ 20 թվականին ներկա իշխանությունները մցրեցին, այս նոր դրույթները եւ նոր դրույքները մցրեցին, այդ ինչը ստացվում է այդ ընթացքում գույքահարկը առնվազն 100%-ով բարձրանալու է։ Այո, 2026-ին 100%-ով։ Այո, նրանք նախատեսել էին, այսպես ասած, դանդաղ մահի ինչ որ ֆունկցիա է նախատեսել, որ քաղաքացին որպեսզի չընդվզեր եւ 21 թվականին 25%-ով աճեց, հետո աճեց 30%-ով եւ 25 թվականին այս տարի կազմել նա այդ հնարավոր հաշվարկված բանաձևով 75%-ը, իսկ 26 թվականին մենք վճարում ենք այդ հնարավոր բանաձևով հաշվարկման արդեն 100%-ը։ Հիմա վերադառնանք այդ բանաձևին։ Բանաձևը այստեղ շատ կարևոր է եւ այս բանաձևի հիմքում ընկած է պարզապես կադաստրային եւ շուկայական մոտարկված արժեքների ինչ որ մի սինթեզ։ Այդ միջնորդված գործակիցը որոշվում է Հայաստանի Հանրապետությունում շուկայական, այսպես ասած, առաջարկի եւ պահանջարկի կորով եւ պետական կադաստրի կողմից եւ գրանցված այդ արկուվաճառքի գործարքների ընդհանուր միջինացված թվով։ Սա բավականին վիճելի է որպես տնտեսական կատեգորիա, որովհետև ես կներեք, դուք օրինակ բերեցիք Ռուսաստանը, Վրաստանը, այնտեղ ինչպես է հաշվարկվում։ Հաշվարկը այնտեղ հիմքում ընկած է կադաստրային արժեքը։ Հայաստանի Հանրապետությունում էլ նախկինում գործում էր կադաստրային արժեքի վրա, զուտ կադաստրային արժեքի վրա հենված այդ բանաձև, այդ հաշվարկի մեխանիզմը, որ կարծում եմ տնտեսագիտորեն շատ ճիշտ է։ Այլ բան է, որ կադաստրային արժեքը իրողություններից, ընդհանրենք տնտեսական, չէ, երկրում տեղի ունեցող տնտեսական այդ process-ներից նա կարող է ընդհանրենք փոխվել եւ Հայաստան Հանրապետությունում նախկինում դա փոխվում էր 3 տարին մեկ անգամ։ Հիմա այս մարդիկ վերցրել են, ինչ են արել, վերցրել են ինչ որ գործարքների քանակով միջինացում են փաստորեն իբր թե ձևավորում եւ այս միջինացած արժեքի նկատմամբ մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ, որտեղ շուկայական արժեքի վրա կարող են ազդել նաեւ հայկական տնտեսությունից դուրս գտնվող գործոններ, դիցուկ ռուսական, ուկրաինական բախման հետևանքով բազմաթիվ ռուսական ռելոկանտներ, ուկրաինական ներգործեցին հայկական շուկայի վրա, գնումներ կատարեցին եւ այդ արդյունքը եւ այդ մոտարկված թիվը փաստացի օժանդակեցնա, որ հայ ռեզիդենտների համար, մեր բնակիչների համար, մեր կենսաթոշակառուների համար գների բարձրացում էր լինելու, ինչ մեղք ունեն, որ ինչ որ միտեղ կոնֆլիկտ է ծագել, այդ կոնֆլիկտը ուղղակիորեն ազդել է Հայաստան Հանրապետության տնտեսական իրողությունների վրա։ Եթե շոշափելի կամ հասկանալի լեզվով ասենք,
կենտրոնի բնակիչը մոտ 1 սենյականոց բնակարանի համար ինչ գումար է վճարելու դեկտեմբերին։ Սա մի խայտարակ թիվ է։ Կամ թվեր արդեն հաշվարկված։ Իհարկե թվերը կան, ես թվերը ձեզ բերել եմ, կարծում եմ քաղաքացիներին հետաքրքրի կոնկրետ մեկ բնակարանի համար, ենթադրենք բնակարանի գնի հետ կապված որքան գումար պետք է վճարի։ Այսպես բազմաբնակարան շենքերի բնակիչները մինչև 10 միլիոն դրամ արժողությամբ բնակարան վճարելու են տարեկան 5000 դրամ, 10-ից 25 միլիոն, այո, 10-ից 25 միլիոնը 20000 դրամ, 25-ից 47 միլիոնը 64000 դրամ եւ 75-ից 100 միլիոնը 176000 դրամ։ Կենտրոնի ենթադրենք երկու սենյականոցը այսօր $200,000-ից մի քիչ է քիչ, մանավանդ փոքր կենտրոնի բնակարանները եւ կարծում այստեղ այդ մարդիկ պետք է վճարեն առնվազն 150-176,000 դրամ գումար։ Դա երբ են վճարելու այս դեկտեմբերին թե 2026 թվականի դեկտեմբերին։ 2026 թվականին ամբողջական մակարդակով կվճարեն, այս տարի կվճարեն իմ հիշատակած գումարից 25% ընդհանրացած 130-140,000 դրամի կարգի։ Հիմա այս հարցից զատ, սա բազմաբնակարան շենքերն է վերում, բայց կենտրոնում օրինակ Չարենցի փողոցում ենթադրենք, որ խիտ անհատական շինարարություն է այստեղ եղել, այդ անհատական բնակարաններ են, տներ, այստեղ այդ գումարը 50-ից 85,000-ը 213,000 դրամ է կազմում։ Հիմա 213,000 դրամը, երբ որ մենք ասում ենք, չէ, 213,000 դրամը մենք փորձենք համադրել, ենթադրենք թոշակառուի միջին եկամուտի հետ։ Եթե 49-ից 49,000, 50,000 դրամ ստացող կենսաթոշակառու, եթե տարեկան ստանում է եկամուտ, եթե այլ եկամուտներ չունի, մոտավորապես 50 անգամ 12 600,000, չէ, առնվազն 200,000-ը վճարել է գույքահարկ։ 400,000-ը, որ մնում է այդ գումարի տարբերության, երբ որ բաժանում ենք 12-ից, ստացվում որ ինքը ամսական իրեն մնում է տնօրինելու 30,000 դրամ։ 30,000 դրամը դա հստակ պետք է մենք պարզ ասենք 30,000 դրամը դա 30 հատ հացի գինն է 15 հատ մածունի գինն է այնտեղ մնացած է փող չմնաց դեղերի մասին ենթադրենք ճանապարհորդության մասին շոր գնելու մասին ինչ-որ հյուր գնալու մասին թորնիկներին քաղցրավենի կամ իրենց համար քաղցրավենի գնելու խնդիր այստեղ չկա այս ամբողջը նշանակում է հակասոցիալական կառավարման փայլուն օրինակ, երբ որ մարդիկ կորպորացիա շահերից ելնելով, ենթադրենք, որոշում են համայնքային բյուջեներ, պետական բյուջեներ, անդադ փողը լցնեն, սա հակասոցիալական բնույթ է կրում եւ այստեղ մի կարևոր հարց է առաջանում։ Լավ, այդ հավաքված փողը արդյոք արդյունավետ է, ենթադրենք, ծախսվում, օգտագործում, նա հանրային սոցիալական շահին է ծառայել։ Իհարկե ոչ։ Մենք փայլուն օրինակ ունենք եւ հավաքագրված գումարը գնում է պետբյուջե, թե գնում է համայնքային բյուջե։ Գնում է համայնքային բյուջեներ, կոնկրետ գույքահարկը եւ համայնքային բյուջե գնացող փողի այդ արդյունավետ ծախսման, արդյունավետ կիրառման հետ կապված մենք մի հակա, այսպես ասած, փաստարկ օրինակ ունենք, հենց քաղաքապետ օրինակը եւ ոչ ավել ոչ պակաս որոշել էր, որ իբր թե չի իմանում ինքը էլի, որ $20,000 ընդհանրապես բիզնես կլասի, այսպես ասած, օդային ճանապարհորդություն կկատարի, երբ լրագրողները հայտնաբերեցին, գումարը վերադարձեց։ Հիմա մենք կարող ենք վստահել, որ բոլոր գումարները այդտեղ պատշաճ կերպով ստարժանավուն եւ արդյունավետ կառավարման տակ են, իհարկե ոչ։ Մարզերում ինչպես է վիճակը գույքահարկի առումով, որքանով ես տեղյակ եմ, դեռ բարձրացում չկա։ Կա։ Աննշան է երևի։ Ոչ, այստեղ մի կարևոր խնդիր կա։ Նախկինում գույքահարկի հաշվարկի մեջ կար 3 միլիոնանոց շեմ, որ մեջ մտնում էին այգետնակները, մտնում էին ընդհանրիկ ժամանակավոր կառույցները, փոքր ընդհանրիկ կադաստրային արժեք ունեցող ընդհանրիկ շինությունները, չէ, եւ դա ընդհանրապես ազատված էր հարկերից։ Այս կարգավորումով, այսպես ասած, հեղափոխական իշխանությունները 20 թվականին, ուշադրեք, 20 թվական, ոչ հիմա, 20 թվականին, երբ որ նրանք պնդում էին, որ մենք գալիս ենք հեղափոխենք, մենք գալիս ենք ձեր կյանքը դրախտ սարքենք, առաջին գործողություններից մեկը այս դրույթներն էին, այս դրույթներով այդ 3 միլիոնանոց շեմը ընդհանրապես վերացվեց, նա տեղավորվեց այս մարդկանց թեթև ձեռքով
10 միլիոնանոց այդ գումարների մեջ, որ տարեկան 5000 դրամ պետք է իրեն գույքարկվի։ Նախկինում այդ գումարը չկար։ Հիմա ինչ պատկեր է սահմանամերձ գոտիներում։ Սահմանամերձ գոտիների հետ կապված մենք պետք է հիշենք, որ այս օրենքի մեջ, բանաձևի մեջ ներառված է Հայաստանի Հանրապետությունը 20 զոնաների բաժանելու այդ որոշումը, այդ տեխնիկական որոշումը, եւ այդ տեխնիկական որոշումով կադաստրային արժեքի կար այսպես Բաղդատում բաժանում, ելնելով դրանց հետադրենք առավել կոմերցիոն բնույթ ունենալու հնարավորությունից կամ պատմությունից, այս իմաստով այդ գումարները տատանվում են առաջին կարգից մոտավորապես 323,000 դրամ է առաջին կարգինը, մինչև ընդհանրենք 94,000 դրամ, 94 դրամ։ Այսինքն նշանակում որ սահմանամերձ շրջաներում այդտեղ գործակիցներ կան բազմաթիվ բավականին խճոված բանաձև է դա, սա գույքահարկը այդ կարգի լարվածություն տնտեսական կամ սոցիալական չի առաջացնելու։ Նա հիմնական ծանրության թիրախը կարելի ասել եւ վեկտորը դա ուղղված է կենտրոնում բնակվող թոշակառուների եւ մարդկանց նկատմամբ, ովքեր եկամուտների բավականին ցածր մակարդակ ունեն։ Ինչի կարող է հանգեցնել նման հարկերի բարձրացումը։ Քաղաքը լինելու է միայն հարուստների քաղաք, պատկերավոր ասած, մարդիկ կարող է հրաժարվեն իրենց բնակարաններից եւ գնան մարզերում ապրելու, գյուղերում ապրելու, կամ բնակարաններ, որոնք դեռ չեն վճարել գույքահարկը 2 տարվա միգուցե կամ 1 տարվա գումարած արդեն այս նոր օրենքով ավելի թանկ հաշվարկով կստացվի, որ մարդը ընդհանրապես ի վիճակի չէ այդ գույքահարկը վճարել։ Ինչ են անելու։ Արգրավելու է պետությունը այդ բնակարանները։ Խնդիրը գիտեք որտեղ է, սահմանադրությունը Հայաստան Հանրապետությունում դեռևս ոչ ոք չի չեղարկել։ Եվ ոչ ոք չի կարող գալ, ընդհանրենք թուր թվանքով ասել, այս սարնիմն է, ընդհանրենք կկուներին հերթով բներից հանեն ու ընդհանրենք կորցնեն կկուներին։ Մենք սոցիալական պետություն ենք։ Սահմանադրության մեջ հստակ արձանագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, եւ սոցիալական պետության ամրագրումը, նրա հայտարարումը, հռչակումը նշանակում է մենք սոցիալական, այսպես կարծիք, սոցիալական աշխատանքի ոչ պետք ունենք բոլոր հարաբերությունների մեջ, բոլոր կարգավորումների մեջ։ Այս իմաստով անձիկ, ովքեր որ հավանաբար հայտնվելու են այդ վիճակում, եւ որ վճարունակ չեն լինելու գույքահարկի պարտավորություն կատարելու իմաստով, մտականաբար նրանց սկսել են ուղեկցել զանազան ծանոթություններ, հետո գործին կկպնի այսպես դահը ծառայությունը եւ բնականաբար մարդիկ մի որոշ ժամանակ անց նրանք հայտնվել են դատական խնդիրների մեջ, դատական քաշուկների մեջ, ընդ որում ոչ օրինական կարգով են հայտնվելու, կարծում եմ այս թեմայով պետք է բավականին լուրջ հանրային ալիք բարձրացվի եւ պետք է վերջ-վերջում մենք հասկանանք, որ մեծահասակները, որոնք տնօրինում են կենտրոնի ընդհանրենք տաների մեծամասնությունը, դրանք մանկավարժներ են, դրանք գիտնականներ են, երաժիշտներ են, արվեստի բնագավառի աշխատողներ են, չէ՞։ Այս մարդիկ չունեն այլ եկամուտներ եւ այս մարդկանց հետ կապված ինչ պետք է անել։ Յուրաքանչյուր մեծահասակի համար առնվազն հաշվարկի բազայի մեջ ընդհանուր քանակ, ընդհանրենք 100 քառակուսի մետր տունը 30 քառակուսին հաշվարկից դուրս հանվի։ Եթե նա ապրում է մենակով, չէ, միայնակ է, հանենք 30 կամ ընդհանրապես գույքարկի իրենց չպահանջենք։ Եթե նա ապրում է ընտանիքի հետ, ընդհանրենք զավակների հետ է բնակվում, այս ժամանակ մենք ընդհանուր հաշվարկից այդ 30 քառակուսին որևիցե կերպ մենք պետք է այս մեծահասակ մարդկանց քաղաքացիներին, որոնք իրենց կամքից անկախ հայտնվել են այդ վատ վիճակում, իրականում սա սարսափելի վիճակ է, մարդ պարզապես կանգնում է կացարանը, տունը եւ հայկական պատկերացնող օջախը կորցնելու, ինչպես ասած, իրական վտանգի առջև։ Իրական վտանգի մարտահրավերի առջև։ Ես կարծում եմ այս թեմայով մենք պետք է այդ 30 քառակուսին անպայման այս թեզը մտցնենք, անպայման մենք պետք է հասնենք դրան հանրագրի միջոցով, ընդհանրենք հանրային աշխատանքների միջոցով, վերջ-վերջում այս իշխանությունները հրավիրենք նաեւ սոցիալական մարդասիրության դաշտ։ Ինչ են շարքում մի օրենք, որի ընդհանրենք մեղքը, ծանրությունը, վտանգները եւ վնասները կրելու են մարդիկ, ովքեր դրա մեղավորությունը բացարձակ չունեն։ Էլ ինչ թանկացումների սպասեն մարդիկ։ Թանկացումների հետ կապված եկեք մի կարևոր խնդիրներից մեկը դա դեղերի բնագավառն է։ Բնագավառներ կան, որ
գնագոյացումը արդեն իսկ կասկածի տակ է։ Գնագոյացումը պատկացեք, օրենքները չեն փոխվում, բայց օրենքները չփոխվելու հետ միասին, այսինքն դրույքները չեն բարձրացվում, բայց դրա հետ միասին տեղի ունենում օրինակ գնագոյացման փոփոխություններ։ Օրինակ մենք վերջերս ուսումնասիրություն ենք անցկացրել եւ բարձր որ Հայաստանի Հանրապետությունում մեր հարևան Վրաստան հետ համատած բոլոր դեղերը ճնշման, սրտանոթային, կատարակտի, ներքին օրգանների մեծ ասակների հիմնական հետապնդող հիվանդությունների բոլոր դեղերը 3 անգամ Հայաստանի Հանրապետություն բարձր են։ Հիմա դա ինչ է տալիս իշխանությունները։ Ասեմ ինչ է տալիս։ Շատ բարձր գին, բարձր հարկեր։ Բացարձակ իմաստով այս հարկերը գնում են պետական բյուջե, բայց մենք տեսնում ենք պետական բյուջեի ինչ է կատարվում։ Պետական բյուջեի ծախսային մասերը, որ նայում ենք, ինչերի վրա են ծախսում, միայն 2026 թվականին 50 միլիարդ դրամից ավել այս ասֆալտի ճաք են լցնելու։ Այս ասֆալտի ճաքերը, որ լցնում են, դա դրսից եկած ընդհանրեն գտած փողեր չեն։ Դրանք ժողովրդից քամած, ժողովրդից քերած կարելի ասել գումարներ են։ Մի խնդիր էլ կա, որը որ այս ամբողջ թեմաների հետ առնչվում է, դա պարտքերի խնդիրն է։ Ներքին պարտքի եւ արտաքին պարտքի խնդիրն է։ Քաղաքացիները չգիտեն, որ 2026 թվականին մենք 423 միլիարդ դրամ վճարել ենք կրեդիտորներին։ 1 միլիարդ 100 միլիոն դոլար Հայաստանի Հանրապետության քաղաքացու մաշկից քերվելու է վճարվի զանազան կապիտալիստական միավորումների։ Մարդիկ դրա մասին չգիտեն, բայց որ ասում եք զրույցի սկզբում որ 40 միլիարդ է ավելի հավաքագրվելու, հավաքագրված գումարների մեծ մասը ուղղվելու է արտաքին եւ ներքին պարտքերի այսպես սպասարկմանը։ Դա խայտարակ վիճակ է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք 2026-ին սպասվող թանկացումների, մասնավորապես գույքահարկի բարձրացման մասին։ Զրուցում էինք տնտեսագետ Հրայր Կամենդակյանի հետ։ Ցտեսություն։